Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը նժար սահմանադրական շարժման համահիմնադիր վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։ Մի քիչ անսովոր է ձեզ ոչ իրավապաշտպան ներկայացնելը, բայց նաև իրավապաշտպան Նինա Կարապետյան։ Բայց ինձ ինչքան անսովոր է, չէ՞, այս հատկապես այս իրավիճակում, որ ամեն օրվա ռեժիմով իրավապաշտպանի տեսանկյունից արձագանքելու բան կա, այն որ չես կարողանում տեղդ գտնես, էլի։ Ու հետո մի բան էլ ասեմ, իրավապաշտպանը դա այն մարդիկ, ում համար իրավապաշտպանությունը աշխատանք է, այսինքն 9-ից 6-ն է, իրանք նորմալ են, հաշտվում են մտքի հետ, որ այսօր աշխատում են, վաղը չեն աշխատի, դա նորմալ է։ Նրանք, ովքեր իսկապես սրտանց եղել են ամբողջ կյանքում իրավապաշտպան, այսինքն իրանց էությամբ են իրավապաշտպան, հատուկ են մարդիկ կան, որ մնացել են հավատարիմ այդ պոզիցիային, դա հոգեվիճակ է, դա աշխարհայացք է, դա մտածելակերպ է, դա ապրելակերպ է։ Այդ մարդկանց համար այդ պիրիխոդը, այդ անցումը մի տեղից մյուս տեղը շատ դժվար է անցնում ու դա ամբուժելի է իրականում, դրա համար ես զգում եմ, որ մեկ ոչ թե քաղաքական գնահատական եմ տալի իրավապաշտպանին ավելի շատ բնորոշ, բայց ես դրանից չեմ նեղվում, չեմ ամանչում, չեմ, այսպես ասում, վատ զգում դրանից, ես համարում եմ, որ մարդ պիտի ի վերջո անգամ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գոնե մի քիչ, չասեմ իրավապաշտպան լինեն, բայց գոնե մի քիչ մարդ պիտի լինեն, մարդկային հատկություններ պիտի ունենան, որովհետև այդ օրենքի տառի հրասմա հարց չտված արդեն ես անցա գործի, չէ՞։ Այդ շատ ավելի։ Օրենքի տառի թիկունքում թաքնվելը, այդ ձևական կողմի պահապան լինելը, իբր տենց բարեպաշտ լինելը մարդկանց, այդ մարդկային կատեգորիայից դուրս ես գալի ու մենք ուղղակի սենց բսկտվում ենք, օտարվում ենք, այ խառնակցությունա ներս է լինում, դա շատ վատ բան են բերել ներմուծել ու դա այս վերջի իշխանությունների սադրանքներն են, հա, այսպես խառնակցությունն է, այդ իրանք բերեցին այդ կեղծ բարեպաշտությունը, այդ որտեվ նախկինում մենք գիտենք, այն որ ասում է ինչքան պետք է այդքան կխփենք, կուզեմ կտփեմ, կուզեմ չեմ տփի, ինչ պիտի անեմ հոջութակ չեմ նվագելու տեղ, պրինցիպի ընդունելի չէր այդ վարքագիծը, բայց հասկանալի է, իրենք մեզ համար հասկանալի ու կանխատեսելի են։ Այս իշխանությունը, այդ դիմակը հագել է, այդ կեղծ բարեպաշտությունը մենակ իշխանությունը չէ։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր բարի համբավ ունեին երկար տարիներ, ձեռք են բերել աշխատանքով, իրանց անկեղծ աշխատանքով են ձեռք բերել բարի համբավը, մեկ էլ հանկարծ այդ կեղծ բարեպաշտությունը հագնում են ու դառնում են մարդիկ, որոնք մոնստերների են սկսել պաշտպանել ու մոնստրությունը սկսել են արդարացնել, դա սարսափելի վիճակ է։ Ձեր հարցին եմ սպասում։ Մեր զրույցը եկեք սկսենք ձեր ուղիղ եթերից, երբ որ ես այդ եթերը նայում եմ, հասկանում եմ, որ դուք ստացել եք այն լուրը, որ 18-ամյա տղան այն օրն են գցել, որ արդեն վերակենդանացման բաժանմունքում է, տա Աստված, վաղն է մեր հաղորդումը եթեր գնալու, տա Աստված մինչև եթեր գնալը այդ հարցը ավելի բարենպաստ լուծում ունենա, բայց համենայն դեպս այս պայդրությամբ ֆիքսենք վերակենդանացման բաժանմունքումը ու դուք այսպես չդիմանալով մտել եք լայվ ու ասել դուք ձիշով կեք Այն որ ավելի ոչ եթերային բառեր չենք ասում բան, ինչն էր ձեզ այսպես հունից հանել։ Անկեղծ ասած ես մի քանի ժամ հետո եմ արձագանքել, որովհետև ես անմիջապես մտնեի եթեր, դա դիշովկով չէր ավարտվելու։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից այդ բառի համար, որովհետև ես գտնում եմ, որ եթերից հանրային մարդիկ պիտի լինեն հնարավորինս զուզ, բայց իսկապես հնարավոր չի, որովհետև այդքան քենախնդիրներ ու 18 տարեկան երեխեքից քեն քշել, որովհետև այլ կերպ դա հնարավոր չի բացատրել այս երկրում ցավոք սրտի այս տեսակ հարցերը, այն ինչ որ փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի կամ տարբեր պաշտոնյաների հետ, առանց վերադասության, առանց պատվերի այդ հարցերը չեն լուծվում։ Այսինքն ես բացառում եմ որպես տարբերակ, որ հանձնարարություն կամ հրահանգ եղած չլներ այս տղային ամենախստագույնս պատժելու հարցում, բայց ում եք պատժում 18 տարեկան երեխա ունեք, այնտեղ ինձ մոտ կոմենտներում մարդիկ կան, որ ասում են 18 տարեկանը երեխա չի, 18 տարեկանները պատերազմում կռիվ էին տմում եւ զոհվում էին, չեն զոհվում, զոհաբերվում էին, մատաղ էին արվում, որպեսզի հետո մարդամեկը կանգներ ասեր, այ ես մեկ ասեց հանուն ոչինչի, մյուսը ասեց մենք որպեսի ինձ հանգարց դավաճան չասեն։ Մարդիկ կորցրել են adekvatությունը, հասկանում եք, իրենք չեն կարողանում։ Այ ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ կոմենտ գրողների մի մասը ուղղակի այդ
բանի մեջ է, այդ մոլորության մեջ է, այս մանիպուլյացիա մեջ չի կարողանում կողմնորոշել, որովհետև անկեղծորեն հասկանում եմ, որովհետև ես դուք էլի մեծ թվով մարդիկ, ովքեր երկար ժամանակ ինչ որ համակարգերին ծանոթ են, մարդկանց վարքագծին ծանոթ են եղել, պատկերացնում են դա ոնց է աշխատում, մենք հստակ ասում երկու քայլից գիտենք հաջորդ քայլը որն է լինելու, հա։ Առնվազն գոնե հաջորդ երկու քայլերը որը կարող են։ Այս մարդիկ մեր հասարակությունը ուղղակի տոտալ մոլորության մեջ է հենց այդ դիմակների տեսակետից, որտեվ որոշ մարդիկ հակել են դիմակներ, նիկոլականները հակել են դիմակներ եւ ստանում են սատարում մարդկանցից, նորից պիտի ասեմ, որտեվ իմ համար այդ ամենացավոտ մասն է։ Մենք որպես հասարակություն կարող ենք կանխել, որպես քաղհասարակություն կազմակերպված կարող ենք կանխել բազմաթիվ դեպքեր եւ իրադարձություններ։ Կարող ենք դա անել։ Եթե մեկի դեպքում գոնե արձագանքը նենց լիներ, որ գոնե եթե ճիշտ ժամանակին եւ adekvat արձագանքներ լիներ, որտեղ մեր քաղհասարակությունը նախկին սովետական միության ամենահզոր, ամենակայացած քաղհասարակություններից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Բացի Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել է ոչ միայն պետական ինստիտուտները, ոչ միայն մեր փորձում է կազմաքանդել մեր ինքնությունը, այո, եկեղեցի, ամեն ինչ։ Ինքը նաև կազմաքանդեց քաղհասարակություն կոչված այդ համակարգը, որը մենք այսօր չունենք ու դա շատ մեծ խնդրեմ է մեզ համար որպես պետություն։ Հաջորդ եկող իշխանությունների համար էլ է դեպքում էլ է դա խնդիր լինելու, որտեվ եթե դու որպես այսպես ոնց ասեմ, կողքից բանջից ունենում։ Մի բանա, երբ որ քո քաղաքական ապանենտն է, կուսակցությունն է ինչ որ ուրիշ բան ասում է, քեզ քննադատում։ Լրիվ ուրիշ բան է, երբ որ իրավապաշտպանները, երբ որ տարբեր ոլորտի էքսպերտները քեզ նորմալ գնահատական են տալի, վստահելի հասարակությունն էլ նայում է, հասկանում է, որ սա կողմ չի, ուղղակի ու շահեր այստեղ չունի։ Այդ մոլորված մարդիկ, Հ1-ը նայող հատկապես Հ1-ը նայող մոլորված մարդիկ, իրանք չեն ընկնում այդ պրոպագանդայի տակ, իրանք ասում են՝ մի րոպե, հələ մի հատ եկեք լսենք այն մարդկանց, ովքեր որ ոչ մեկի հետ փոխկապակցված չեն, բայց այդպիսիք մենք այլևս ցավոք սրտի նու կամ չունենք կամ հատուկենտ մարդիկ են մնացել, ովքեր հավատարիմ են մնացել իրանց կարգավիճակին։ Այդ միջադեպի հետ կապված Տիկին Կարապետյանց ուրեմն լրագրողը ճեպազրույցում Փաշինյանին հարցնում է, ասում է՝ լավ, եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով, ինչ դուք անպայման որոշեցիք ձեր շքախմբով մխրճվել այդ հավատացյալների հանրության մեջ, հաշվի առնելով թե դու եկեղեցու դեմ ինչ ես արել ու կարող էր նման արձագանք լինել ու անպայման հասնել խորանին։ Փաշինյանն ասում է՝ դե մի 10 հոգի դուրս է գալիս, 10 հոգի ներս է մտում, նորմալ գործընթաց է, բայց այդպես էլ չստացանք պատասխանը, թե ինչու որոշեց մխրճվել ու հասնել խորան։ Կար էստեղ սադրանք, թե չէ։ Եկեք ամեն մեկս մեր վրա փորձենք պրոյեկտել ու լսարանել, ովքեր որ լսելու են, պիտի խնդրեմ մի հատ նայեք։ Երբ որ դուք մտնում եք եկեղեցի ու տեսնում եք, որ եկեղեցին լիքն է, հավատացյալները, հատկապես եթե տեսնում եք, որ ուշացած գնացել ես ու կան մարդիկ, ովքեր քեզանից առաջ արդեն եկել են ու աղոթք են անում։ Դու ինչ ես անում։ Դու իրանց վրայով քայլելով ասում ես՝ մի րոպե, ես չեք անում, չէ։ Դուք լուր հանգիստ գտնում եք որևիցե անկյուն միտեղ կանգնում եք պատի տակ, որպեսզի հատկապես եթե դուք այդ ծեսերի բաները չգիտեք, հա, կանոնները շատ չգիտեք, մեծամասամբ դուք այդ աղոթքներին չեք մասնակցելու, այդ վերկանալ, կրանալ, վերանալ, ահագին բան չգիտեք։ Ինչ ես անում։ Սուս գլուխդ կախ գնում ես մի հատ անկյունում կանում, քո բաժին աղոթքը անում ես, քո բաժին մոմը վառում ես, դուրս ես գալիս սուս գլուխդ կախ դուրս ես գալի գնում ես։ Դու այդպես չես, այսինքն նորմալ, adekvat մարդը իրան տենց է պահում։ Այն ինչ որ տեղի ունեցավ, ակնհայտորեն դա սադրանք էր եւ չհայտարարել թե որտեղ ես դու լինելու, դա էլ հերթական սադրանքներից մեկն է։ Առավոտ թերթի գլխավոր խմբագիրը պարոն Աբրամյանը ինքն էր կարծեմ, հա ինքն էր, հաստատ ինքն էր, փոքրիկ տենց ռոլիկներ է նկարում, ասեց՝ խնդրում եմ նախապես հայտարարի, որովհետև ես օրինակ չեմ ուզում լինել մի վայրում, որտեղ որ դու ես լինելու, որպեսզի այդ մեր հնարավոր տարաձայնությունները ու շփումը բացառենք, խնդրում ենք հայտարարի ուր ես, ինքը տենց չասեց, հիմա ես ավելացեմ, որտեղ ես գնալու ասպատակության, մենք այդտեղ չգնանք, մենք այդտեղ մեր երեխաներին դուրս չթողենք, որովհետև քո հետ ցանկացած բախում, քո հետ ցանկացած շփում կամ մարդ է մահանում ընկնում է քո կորտեժի տակ ու ոչ մեկ դրա պատասխանը չի տալի, կամ երեխաներին են կալանավորում, ձերբակալում, կամ ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեցող նախկին ազատամարտիկներ, չգիտեմ, կռված մարդիկ, բազմաթիվ մարդիկ։ Նիկոլ Փաշինյանի ամեն ասպատակումից հետո եկեղեցի նկատմամբ մարդիկ են կալանավորվում, ասում են՝ լավ, ընկեր ջան, դու չես զգում, որ դու մեր համար
մի գնա Պրոբլեմես։ Քիչ էր մնում ասել։ Ես օրինակ ինքս երկար մտածել եմ, որը կարող լիներ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ այդպես պրովոկացիոնի բաներ է անում ու չի անում դա ուղղակի փողոցում, որտեվ փողոցում, երբ որ ինքը գնում է, դա նախապես իրանց նախատեսված մարշրուտներն են։ Դա ինքը չի գնում մենակ, ինքը ունի այնտեղ շքախմբով, այն խանութները, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի չմտնի, որտեղ իրանք նախապես ճշտել են, որ այդտեղ մեղմ ասած լավ չեն իրան ընդունելու կամ ընդհանրապես չեն ընդունելու։ Այդ դրանց դիմոտ կանգնում են ոստիկանները, ըստ այդմ արդեն արինծիրները կա, որտեղ ոստիկանը կանգնած է, Նիկոլ Փաշինյանը այդտեղ չի մտնում, որովհետև գիտի, որ այնտեղ, այսինքն այդ ամեն ինչը նախապատրաստված է։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում ու մխրճվում է, եւ ոչ միայն ինքը, այն այլ տիկինը գնացել մխրճվում են այնտեղ, որտեղ որ հաստատապես գիտեն, որ իրենց ուրախ չեն տեսնելու։ Եվ դա հայրի համար սակրալ վայրեր են։ Սա դրանք է, այո, դա սակրալ վայրեր են։ Եվ իրենք հայտնվում են այնտեղ այնպիսի ժամերի, որտեղ կամ այնպիսի իրավիճակում, որտեղ հաստատապես կարող է լինել բախում։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ գնում է բախումների, փորձում է հայերի համար սակրալ վայրերում, կլինի դա եկեղեցի, կլինի դա Ծիծեռնակաբերդ, կլինի դա Մայրաթորի տարածքը, այդ այգին, ներսը, ինքը գնում է բախումների, իրան պետք է հայի արյուն։ Ես էդ էլ եմ փորձել հասկանալ, ինչ կլինի։ Բնականաբար վերջնական պատասխանը ունենալ չեն կարող, որտեղ իր ֆանտազիան ոչ մեկ չունի, կամ իր հանձնարարությունները, որ ինքը ինչ է ուզում ստանա։ Բայց ես կարծում եմ, որ ինքը անպայման ուզում է, որ սակրալ վայրում հայարուն թափվի, որպեսզի վաղը, եթե Աստված չանի իհարկե, մենք իհարկե կդիմադրենք դրան, եթե հայտնվեն այստեղ այդ 300,000 խոստացած, Ալիևին խոստացած 300,000 ադրբեջանցիների հայտնվելու պարագայում, հանկարծ եթե կոնֆլիկտ լինի, դեպք լինի, միջադեպ լինի, պիտի անպայման ասի, չէ, այ դուք չէիք, որ ձեր համար տենց սրբազան վայրերում հայարունը թափած մարդիկ չէիք, դուք ինքներդ ձեզ չէիք մորթում, որ այսօր նեղվում եք, բա ինչ անենք, տանենք ադրբեջանցին օրինակ, դատենք, որ ինչ լինի, որ պատերազմ եք ուզում որ լինի։ Այսինքն այս տրամաբան, ուրիշ բան ինձ օրինակ չի հուշում։ Ինչ օրինակ ուրիշ ինչ պիտի անի։ Այդ մի կողմից, մյուս կողմից էլ իրան անպայման պետքա հայրի բախում։ Ես չգիտեմ ինչ նպատակ է դնում, բայց այն որ ինքը մենք մեր մեջ փորձում է տանել բախման, դա կասկածից դուրս է։ Այն որ ինքը զենք է կիրառելու, եթե հանկարծ չընտրվեց, ես այդտեղ էլ չեմ կասկածում։ Ինչ մարտի 1 նեռնը կուրից ստառոնկի է լինելու։ Այն նրա այդ համեմատած ինչը կա պատրաստ կլինի անել Նիկոլ Փաշինյանը, եթե չվերընտրվի ու էլի մի պայման կա, եթե ընդդիմությունը միասնական ճակատ չձևավորեց դրան դիմադրելու հարցում։ Եթե Նիկոլ Փաշինյանը կեղծեց ընտրություններից, դրա հավանականությունը շատ մեծ է, բոլոր ընդդիմադիրները ուղղակի չեմ կեղծի, բայց ասել էր։ Չնայած ասել էր ձերս կտրեք չեմ տա մեղրի, ձերս կտրեք ես չեմ անի, այնքան բան ասել, կտրեմ, տամ, պոկեմ, կպցնեմ ստեղ ընդեղ դա կարեք պատի տակ, որ պայն չուզեք չեմ լինի։ Նիկոլ Փաշինյանը վերջի մարդն է Հայաստանի Հանրապետությունում, ես կասեի մոլորակում էլ, բայց լավ եկեք սահմանափակվենք մեր վերջի մարդն է Հայաստանի Հանրապետությունում, ում խոսքը կարող է արժեք ունենալ։ Նիկոլ Փաշինյանը վերջի մարդն է Հայաստանում, ում վերլուծական կարողությունները կարելի է ընդունել որպես, չգիտեմ, հիմք, էլի, լուրջ ընդունել, որովհետև եթե մարդը, չգիտեմ, ասեք, 19-18 թվականն ասում էր տարածաշրջանի ամենահզոր բանակն ու ինչ բանով էր ասում, էլի պաթոսով, ու մենք ճիշտ ասած նստած մտածում ենք, դե կարող է մարդը մի բան գիտի, մենք չգիտենք, բայց կողքդ Իրան կա, կողքդ Թուրքիա կա, էլի որ ոչ մի բան չլինի, գլխականակով շատ են ժողովուրդ, մենակ այդքանով հերիք է, էլի որ կասկած լինի, էլի որ ամոթ լինի տենց բան։ Եվ վերջապես ասում եմ, ուժեղ բանակ ունեցողները գլուխները չեն գովում։ Ուժեղ բանակ ունեցողները կարողանում են իրանց երկրի անվտանգությունը ապահովեն։ Իրանց ժողովրդի, իրանց հասարակության հարցերը կարողանում են կարգավորեն, ոչ թե պատրաստ են ամեն ինչը զոհաբերելու։ Մի խոսքով, ու էլի բազմաթիվ, հա, օրինակ, եկեք իջեցնենք նշաձողը, որպեսզի մեզ աջակցի արևմուտքը Արցախի հարցում, իջեցրեցիք, գնահատեցիք, վերլուծությունը տեսաք, ասում եմ հետևանքը տեսաք։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը վերջի մարդն է, որին կարելի է վստահել էս իմաստով։ Բայց դուք այդպես ասում եք, բայց իր այսպես երբ որ փողոցում քայլում այս քարոզարշավային տեսարանները, որ ցուցադրվում են, էլ իրան մոտենում են աղջկան մայրանալու հարցում, էլ մոտենում է մեկը ասում է երեխեքս հոր կարոտը քեզնից են առնում, այս տիպի հարցերով անգամ մոտենում են Փաշինյանին, ինչա։ Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանի
այդ հայրական բերկրանքը չի վայելում անգամ իր զավակը։ Ես ուզում եմ հասկանամ դուք ինչն եք տանում վայելելու։ Իրա սեփական տղան, այդ լավ չի տղան, բայց տղան մի քիչ մեծ է, կարելի է փորձ բան անել, հա, մի կարճով ակնարկել։ Իրա տղան իրան տեսնել չի ուզում, իրա տղան թողեց գնաց, իրանց հետ ոչ ապրել է ուզում, ոչ շփվել է ուզում, ոչ կոնտակտ, ինչ չեք խոսում։ Եվ վերջապես մարդ, որը որ ի վիճակի չեղավ պատասխանատվություն վերցնել իր վրա 5000 զոհից հետո, կներեք այդ մարդուն որպես ինչն է գնահատում, իրա որ հայրական բնազդն են ուզում գնահատեն, ուզում եմ հասկանալ։ Նորմալ է։ Մարդիկ ովքեր նայում են հմեկը, այլ ընտրանք չունեն, ազդեցության տակ են, այդ պրոպագանդան ես ցավում եմ ու էլի վերադառնալով այդ քաղաքասարակության անունից հանդես եկող տարբեր պրոֆեսիոնալների, մարդիկ ովքեր իսկապես բավարար կրթվածություն ունեն, գիտելիք ունեն, աշխատանքային փորձ ունեն, այդ մարդիկ չեն կարող չհասկանալ ինչա անում Նիկոլ Փաշինյանը։ Եթե փողոցում տենց միամիտ մոտեցող հմեկ նայող տատիկին, տիկնոջը, երեխային, չգիտեմ, տղամարդուն կարելի է ներել, որովհետև ներողամիտ լինել, որովհետև չի հասկանում, չի պատկերացնում, հա, կարծինքեն ամբողջական չի տեսնում, ապա այդ պրոֆեսիոնալներին, որոնք հմեկով ամեն օր վառեժումով գալիս են ստեր տարածելու, իրանք դա հասկանում են ինչի մասին է խոսքը։ Ինչի համար են դա անում։ Այո, իրանք դա հասկանում են, թե ինչի է դա հանգեցնելու, ինչ իրավիճակի է սա բերելու։ Մենակ թե, չգիտեմ, ասենք, ինչա, ձեր այսօրվա բարեկեցությունը մի քիչ ավելի լավացել է, մեքենաները մի քիչ update եք արել, ռեմոնտը տան լավացել եք, տարին մի քանի անգամ կարողանում եք ընտանիքով գնալ հանգստանալու։ Դա պետության, ինչ ասեմ, անվտանգությունը հայրենիք ունենալ չունենալու հարցի հետ դա համաչափ, հա, ես չեմ հասկանում։ Հա, իհարկե, Աստված բոլորին գործերին հաջողություն տա, բոլորը թող շատ լավ հարստացեք, բարգավաճեք, զարգացեք, գնացեք, ման եկեք, ուզում եք մնացեք այնտեղ, ուզում եք հետ եկեք, ժողովուրդ, Աստված բոլորիդ 1000 տարվա կյանք կա ու լիքը ասма հաջողություն գործերին, բայց տենց չի կարելի, ի վերջո ամեն ինչը չափ ու սահման ունի, որովհետև Ես էլ ասեմ հարցին, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է մենակ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ավարտեց իր հանձնարարությունները, ինքը ոչ մեկին պետք չի լինելու։ Նրանք, ովքեր որ դրսում այսօր ինքնաթիռի մեջ երկու տարբերակ ունեն Նիկոլ Փաշինյանը։ Առաջի տարբերակը դա, երբ որ ինքը դրսի հանձնարարությունները կատարեց, ինքը ոչ մեկին էլ պետք չի լինելու։ Մեզ տակ պետք չի, հասկանալի է, բայց դրսի իր տերերին ինքը պետք չի լինելու, ու նաև մի հատ ուրիշ խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը շատ բան գիտի ու բաց բերան է։ Ինքը ոչ մեկին այնտեղ պետք չի լինելու, նենց որ այդ մի տարբերակն է իր հետագա ճակատագրի, ինքը պիտի Հայաստանի ներսում իրան վրեժխնդրություն, տեչոր բան չպիտի փնտրի, որտեվ մեզ հերթը պրոստը չի հա, նախ մենք ես օրինակ կատեգորիկ կերպով դեմ եմ ինքնադատաստան, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պիտի դատապարտվի ու այդ դատական բարեփոխված դատական համակարգով պիտի անցնի ու այդ իր բարեփոխած բանտերում պիտի նստի, այդ կարծիքից դուրս է, բայց մնացածը դուրսը ես չգիտեմ ինքը պետք է լինելու դրսին թե չէ, այդ մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակն էլ Նիկոլ Փաշինյանը եթե հնարավորություն ունեցավ հեռանալու, ինքը հեռանալու է մենակ։ Այնքան մենակ, որ կնոջը նախապես է ճանապարհել, ճանապարհը թեթևացրել է, բեռը ճանապարհի թեթևացրել է։ Այլ բացատրություն սա չունի, այնպես որ սիրելի փորձագետներ, հա իհարկե, սիրելի փորձագետներ, սազանդարներ, պրոպագանդիստներ, մարդիկ ովքեր որ տարբեր հարթակներից այդ դոշը ծեծելով տենց մազերը պոկելով բերանց փրփուր գնալով, փորձում եք արդարացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունները, իմացեք որ նա գնալու է մենակ։ Մենք բոլորս, դուք էլ մեր հետ մնալու եք Հայաստանում ապրելու։ Մի բաղ մտածեք դուք ոնց եք մարդկանց աչքերին նայելու, սա շատ մեծ պրոբլեմ է լինելու, ամենամեծ պրոբլեմը սա Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո ներքին համերաշխության հարցը լուծելն է լինելու, սա ամենադժվար հարցն է լինելու, բաժանարար գծերը, սև ու սպիտակ արածը, վստահությունը, մարդ պետություն, քաղաքացի պետություն, այդ վստահություն վերականգնելը, որտեղ մարդը չի մտածում, որ ինքը ռեսուրս է, որ ինքը պրոստը պիտի գնա զոհաբերվի, որտեղ Նիկոլը սա տենց ուզել, կամ ծեծուտի ոստիկանել ոտի տակ, որտեղ Նիկոլը սա տենց ուզել։ Այդ վերաբերմունքը, վստահությունը, փոխադարձ մեր վստահությունը, որտեղ զգացել եք ոչ մեկին չի, այ այս քաղաքական process-ներից կարծենք, մենք իրար չենք վստահում։ Ամենաառաջի հարցը գիտեք որն է։ Ասում է, այս
ուժի հետ գնանք խոսանք, այս անհատի հետ գնանք խոսանք, մի հատ դեպք, ասում եմ վստահ ես, որ նիկոլական չի։ Ուրիշ հարց ոչ մեկին չի տալի։ Ալևս այն հարցը չկա արևմտամետ, չգիտեմ, ոնց հիմա այն միսովն ռուսամետ, չգիտեմ ինչ, չկա այդ հարցը, ամենակարևոր ու դերս միակ հարցը, որ մեկը մյուսին տալիս է, այս կարող է բանը Նիկոլի համար խայտարակությունն է, էլի։ Նիկոլ Փաշինյանը այդքան վստահություն ունի, էլի, այդքան բարի համբավ ունի, այդքան տենց ցնցված վիճակ ունի։ Այնպես որ Տիկին Կարապետյան, մինչ մենք զրուցում ենք, ես հնդածս բացեցի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի էջը, անդրադարձել է ձեզ, ցավեցրել եք ինչ որ մի հատվածում ձեր հաղորդումներից մեկի կտորով է կիսվել, որտեղ Սամվել Կարապետյանից է խոսել, այդ հատվածը այդպես առանձնացրել է, գրել է ցմփ կամ օլիգարխամետ իրավապաշտպանը, լսել եք, որ Սույն տիկինը որևէ բան ասած լինի ընտրական գործընթացում բացահայտած ընտրակաշառքների դեպքերի, խախտումների մասին ձևիսների կողմից ընտրողաբար է, այսինքն մոտենում իրավապաշտպանը, այսպիսի մեղադրանք է հնչեցնում։ Ես այս կարճ ռոլիկը նայել եմ, ուրեմն գնացել է հարցազրույցի ու ես նայել եմ առաջի 4-5 ավել հարցերը Սամվել Կարապետյանն է, հանճարեղ է, էլ են պրոպագանդիստների, մանիպուլատորների տիեզերական բան ունեն, ասում եմ, ճիշտ է, Խազիյանին չեն հասնի, Խազիյանը աստվածային բաներ, աստվածային չի, տիեզերական մանիպուլատոր, աստվածայինը չի կարող լինի։ Փաշինյանը։ Հա, Փաշինյանի մասին է խոսքը, կան չէ, բայց իրանք իհարկե փորձել են ինչ-որ օգտագործել։ Մի հատ հետ գամ էլ ասում, երբ որ իրանք ընդդիմություն էին, այս Արայիկ Հարությունյանները, Նիկոլ Փաշինյանները, ու երբ որ ամեն անգամ իրանց փողոցում բռնության էին ենթարկում, հələ լույսը չբացված, դաժե կարող է գիշերվա կեսին, մեզ դիվադաթար էին անում, դիվադաթար, ու մենք պարտաճանանչ, որպես իրավապաշտպաններ գալիս էինք, հավաքվում էինք իրանց վերքերը, իրանց քրեակատարողական հիմնարկների դիմաց, ոստիկանության դիմաց, ընտիրագույն իրավապաշտպան գալիս էինք, այո, նկարում էինք, ֆոտոներ էինք անում, անհաշվելի թվով ռիպորտներ եմ գրել Արայիկ Հարությունյանների, այդ այնտեղ Գվիլեն Գաբրելյաններ, այդ սաղ թայֆեն, որ կա, զեկույց գրողներից մեկը ես էի, ու ես իմիջիալուց ասեմ, ես վարկյան անգամ չեմ ափսոսում իմ արած աշխատանքի համար, որտեղ իմ աշխատանքը Արայիկ Հարությունյան քո համար չէր, քո լավ, եթերային մնանք, քո համար չէր, պետության համար էր, իրավական կարգի համար էր, արդարադատության համակարգ ունենալու համար էր։ Այսօր այն ինչ որ դուք դատապարտում եք, երբ որ ընդդիմադիր եք, նույն բանը շատ ավելի գրեհիկ, շատ ավելի կոպիտ, շատ ավելի դատապարտելի ձևով անում եք դուք։ Եվ այո, ես իրավապաշտպան եմ եղել կամ ու լինելու եմ, եւ ես այսօր պաշտպանում եմ ոչ թե սատարում եմ, այլ արձանագրում եմ ու փաստում եմ ընդդիմության նկատմամբ հետապնդումներն ու ոտնձգությունները տենց է լինելու։ Մի բան էլ ասեմ, Արայիկ Հարությունյան, վաղը դուք իշխանություն չեք լինելու, այդ իշխանությունը նենց բան է, որ այսօր ձեռը տա, վաղը դրա համար չնախատեսված վայրում Արայիկ Հարությունյան զգուշ եղեք ու թողեք գոնե 2 հատ կենթանի ժիվոյ adekvat փաստաբան ու իրավապաշտպան մնա, որ վաղը ձեզ տանեն դատելու, ձեր համար մարդը նի որ կանգնի ասի է Արայիկ Հարությունյանին չի կարելի ծեծել, Արայիկ Հարությունյանը պիտի դատվի, Արայիկ Հարությունյանին փաստաբան տվեք, Արայիկ Հարությունյանին բուժում տվեք, Արայիկ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանը մնացած բոլորին։ 2 հատ կենթանի, լավ, ամեն մեկից մի հատ գոնե թողեք, չփչացրած, չվարկաբեկված, չգիտեմ էլի, ցանկություն, տեղ այսքան կդորը մարդ եղեք կասեն լենականցիները, որ վաղը ձեր կողք կկանգնելու ցանկություն լինի։ Ես իրանց անձամբ եմ ասել այդ թիմին, այն բոլորը ովքեր հիմա ձեր կողքը հավաքված են, այն որ տենց ձեզ սպասարկում են այսօր, տենց աֆիցիանտի դեր են տանում, այդ մարդկանցից, այդ քաղաքասարակությունից, այդ իրավապաշտպան կոչվածներից ոչ մեկ ձեր կողքը չի կանգնելու, ձեր իրավունքների համար կռիվ չի տալու, որովհետև իրանք առաջինն են ձեր վրա ցուցմունք գրելու, ձեր բոլոր խոսակցությունները, զրույցներն ու ձեր հանձնարարությունները, որոնք կատարում են, առաջինը իրանք են ձեր վրա գրելու, առաջինը իրանք են ընդհատակ անցնելու, կորելու, ապաստան խնդրելու դրսի երկրներից, իմացեք, առաջինը իրանք են փախնելու։ Էլի միակ մարդը, չէ լավ, ինձ թվում է 2-ով ենք լինելու։ Ես ու Ժաննան Ալեքսանյան։ Կներեն, էլի ջահելներ կան, բայց վստահ չեմ, որ իրանք դուրս կգան փողոց կկանգնեն, տալպա ոնց է հայերեն։ Ամբոխի ու Նիկոլ Փաշինյանի թիմի արանքը չեն կանգնի ու չեն պաշտպանի, ոչ թե որովհետև դուք արժանի եք պաշտպանվել, այլ որովհետև այս երկրում մի անգամ պիտի արդարադատություն լինի։ Հենց որ Արայիկ ջան,
պատրաստվի սուշի սուխարի, նինան ոչ նեղվում է, ոչ ամանչում է, ոչ վատ ազգում, ինչ արել է միջև այս պահը ճիշտ է մարել, լավ է մարել, սրանից հետո նույն ձևի եմ անելու, որովհետև դա է միակ ճիշտ ու բարոյական վարքագիծը։ Դու պիտի անկախ նրանից սիրում ես մարդկանց, չես սիրում մարդկանց, համակրում ես, կիսում ես իրանց հայացքները, ես իմ պաշտպանյալներին, վստահորդների ճնշող մեծամասնության հայացքները, այդ թվում նաև քաղաքականություն, չեմ կիսել, բայց դա իմ համար բացարձակ էական չի եղել։ Ես ունեցել եմ պաշտպանյալներ ու վստահորդներ, կամ մարդիկ ում համար ես կռիվ եմ տվել, թշնամացել եմ գլխավոր դատախազությունից միջև, չգիտեմ, ռազմական ոստիկանություն թշնամացել եմ, այն դեպքում, երբ որ այս մարդկանց կյանքում չեմ տեսել, հետո էլ չեմ տեսել, իրանց զորացրվելուց հետո էլ չեմ տեսել, իրանց բերդից ազատվելուց հետո էլ չեմ տեսել։ Այնպես որ անհոգ եղեք, ես նորից վարկյան չեմ ամանչում կամ ափսոսում իմ արածի համար ու մեկը նույն բանն եմ անելու, Արայիկ ջան, եթե նեղվել ես, իմացի որ սենց հետո ավելի շատ ես նեղվելու։ Տիկին Կարապետյան, տեսեք, Փաշինյանը ընդդիմությանը երագլուխ դևի հետ է համեմատում, ասում է դե ընդդիմությունը երագլուխ վիշապա, իրեք գլուխները սենց հաթաթ կկտրե, մեզ կանեմ, մենք անեմ։ Խի ինքը էս հեքիաթում այն պրինցն է, որ եկել է փրկի, չգիտեմ, դևերից մեզ ազատի, թե ինչն է։ Նենց հարմար բան կա ստեղ։ Ասեք։ Դե եթերային լավ չի էլի։ Բան կդնենք, տու կդնենք։ Լավ, ասում է մարդ, որին դուխով լինելու համար պետքա մի զույգ Ֆաբերժե նվիրել, էլի։ Դուք այնքան ողորմելի եք դուրսը հանդիպումների ժամանակ, մարդ, որը մենակ կարողանում է գա տան մեջ ցեղասպանության զոհ դարած երեխու մոր վրա մատ հապտա սենց, մարդ, որի դուխը մենակ հերիքում է 18 տարեկան երեխուն տանի կալանավորի, մարդ, որը արդարացնում է մարդու վրա թքողին, բայց քո ավտոյի վրա թքողին հանգարց որոշել ես, որ կարաս տանես ձերբակալես, դուք ինչ տղամարդ էլ ասում ախ դուք ինչ բան անցած լինի, հասկանում եք, չի ասում, քիչ ասում, սկսում ենք իրանց նմանվել, չէ, ես ամեն անգամ ինքս ինձ բան եմ անում, փորձում գրա քննել, այ միջալոց, հա, եկեղեցի գնալուց էլ անպայման խնդրում եմ, որ ինձ ծով համբերություն ու ուժ տա, որովհետև մենք այս վիճակում ամենակարևոր բանը ինչ պիտի անես, դա մարդ մնալն է, մարդ, պրոստը մարդ պիտի մնա։ Այ եթե ուրիշ բան չէ, լավ բան չեք կարողանում անեք, ասենք ինչ որ հարցում օգտակար լինել, ինչ որ բարեփոխում առաջարկել, ինչ որ ուժ ձևավորել, ինչ որ լավ բան էս երկրի համար, գոնե պրոստը մարդ մնացեք, էլի։ Դա իմիջիալոց նաև նրանց է վերաբերվում, ովքեր այսօր 2 կոպեկ փող են աշխատել ու տենց իրանց թվում է թե իրանք այսօր լավ տղեկ են, հա, այսօրվա լավ տղեկն են, առանց մտածելու, որ վաղ այդ ամեն ինչը մեր բոլորի, այդ թվում նաև իրանց զավակների քթից է գալու, քթերից են մեր բերելու, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, եթե խելքներս գլուխներս չհավաքենք։ Տիկին Կարապետյանց անդրադառնանք քաղաքական ընտրական անցուդարձին, Նժարը միավորվեց բոլորին դեմ եմ շարժմանը, մտավախություն չունեք, որ ձայների փոշիացում կլինի, որովհետև հաճախ մեղադրում են, նաև բոլորին դեմեմին էին մեղադրում դրանում, որ ընդդիմադիր հատվածն է պարզը ձեզ ձայն տալու ու դրանով կտանեք փոշիացման։ Չէ, որովհետև նրանք, ովքեր ձայն կտային մեզ եւ բոլորին դեմեմին, հաստատապես ձայն չեն իրենց ձայնը չէին տալու մնացածին, հա, դա շատ պարզ հաշվարկ է, էլի, որովհետև եթե նայեք թե ովքեր են պատրաստ սատարել, այլ դուք էլ ձեր շրջապատում որ նայեք, մոտավորապես ռասկլադը հասկանալի է, հա, մարդիկ կան, որոնք մշտապես, օրինակ օրվա իշխանության մոլի երկրպագուներ են, մարդիկ կան, որ օրինակ սիրում են ինչ որ մեկի տենց ուժեղ կերպարը, մարդիկ կան, որ սիրում են, ասում, ադե փողա տեր աչքը կուշտա, կտանես կտա, այդ մտածողության շատ վատ է իհարկե, որ մարդիկ տենց են գնահատում քաղաքական դաշտը, բայց տենց է, բոլորս էլ գիտենք։ Ավելին ասեմ, որոշ մարդիկ տենց հանգարց հայտնվեցին նորից դաշտում, գուցե այդ հարուստի հավաքած ձայները, այն մարդիկ, ովքեր որ հարուստի մտի ձայնին տան, մի քիչ էլ էս հարուստին թող տան, այդտեղ պառակտում տեղի ունեցավ։ Մի խոսքով հետաքրքիր բաներ կա։ Այն մարդիկ, ովքեր
կարող էին տալ եւ տալու են մեզ եւ բոլորին դեմեմին, դա բացարձակ այդ կատեգորիայի մեջ չի տեղավորվում։ Դա այն մարդիկ են, ովքեր ընդհանրապես ընտրությունների չէին գնում երկար ժամանակ եւ սա գնում էին անվավեր էին հանում կամ ինչ որ բան էին գրում քվեաթերթի վրա։ Դե այդքան Ջեկի Չան գրող չկար էլի։ Չակ Նորիս գրող այդքան չկար։ Հա, փչացնող էլ կար, բայց էլի այդքան չկար։ Մենք մոտավորապես մի 50% մի քիչ ավել ունենք ձայներ, որոնք ընդհանրապես առհասարակ ընտրությունների չեն գնում։ Եվ այն մարդիկ, որոնք մեղմ ասած թքած ունեն ընտրական process-ների վրա, ձեր կարծիքով տնից դուք իրենց ստիպելու եք ամեն դեպքում վեր կենա, գա եւ ընտրի գոնե բոլորին դեմ։ Հա, իսկ դա շատ կարեւոր է, որ նոր մարդիկ կան, այսինքն բացի այն ստանդարտ 50%-ից, որոնք սենս գնում են ընտրություններին, էլի ավել մարդ կա ընտրություններին, որտեղ ինչքան շատ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին, Նիկոլ Փաշինյանի հավաքած ստանդարտ թիվը, տեսակարար կշիռը ընդհանուր թվի մեջ շատ ավելի քիչ է լինելու։ Դա շատ կարևոր հարց է։ Եվ բոլորին դեմեմի թիմը դա շատ կրեատիվ երիտասարդներ են։ Ես բոլորին չի որ ճանաչում եմ, մի մասին այն մենք հին ասма բարիկադներում իրար հետ կռված իրանք հələ շատ ջահել են, ես արդեն տենց այդքան է ջահել չէի, մենք բարիկադների մի կողմում ենք միշտ կռվել, այսինքն իրենց արժե համակարգ, իրենց պատկերացումները ես շատ լավ բայց այս վերջերս որ սկսեցինք ավելի հաճախ շփվել, ես շոկի մեջ եմ։ Այս մարդիկ չեն եկել քաղաքականության մեջ մտնել, որովհետև պարապ են մնացել, գործ չունեն, ու ասում են եկեք մի բանով բզբզանք։ Այս բոլորը, աբսոլյուտно բոլորը ովքեր կան, ունեն իրենց մասնագիտությունը, ունեն շատ լավ վարձատրվող աշխատանք, իսկ սա, գիտեք, ամենավտանգավոր մարդիկ են, որոնք ունեն մասնագիտություն, ձեռից հացը չես կարա կտրես, ունեն լավ աշխատանք եւ ունեն հասունացել են գիտակցության այն աստիճանի, որ հասկանում են, որ դու չես կարող թույլ տալ, որ պետությունը ինչ որ մեկը քո փոխարեն ինչ որ որոշումներ կայացնի, այն էլ այս տեսակ որոշումներ կայացնի։ Ասելա թե այն մասան, որոնք չէին գնում, հիմնականում երիտասարդներն են։ Այդ 18-ից 35 տարեկան ամենաշատ չմասնակցողներն են ու բոլորին դեմեմ թիմը կարող է լինի գեներացնողը այդ իմաստով, այ դա է պատճառը նաև որ որոշ մարդիկ տենց խրխռոցը գցել են, սրտները նեղվել է, հասկանում են, որ մենք իրանց համար պոտենցիալ անհանգստության թեմա կարող ենք դառնալ, որ մենք ոչ միայն չենք փոշիացնելու ձայները, այլ մենք ռեալ հնարավորություն ունենք օգտագործել այն չմասնակցողներին հրավիրել մասնակցելու եւ ալտերնատիվա լինել եւ իհարկե իրանք խրտնել են դրանից որոշ մարդիկ, տենց բերաներից փրփուռա գնում, անպայման դա լինելու է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ երիտասարդները գան ու մասնակցեն ընտրություններին եւ ունենան ալտերնատիվա, անելտանք եւ ընտրության հնարավորություն։ Տիկին Կարապետյանց բոլորին դեմեմը ունի իր ծրագիրը, որը հրապարակել է, անցողիկ շեմի հետ կապած, որ գանք 100 օրվա մեջ, ոնց են կազմակերպելու, ինչ են անելու։ Ամեն դեպքում ընտրական գործընթացը ենթադրում է ԿԸՀ ներկայացվող ցուցակ, ենթադրում է վարչապետի թեկնածու եւ այլն, ով է լինելու վարչապետի թեկնածուն, դու ձեր անունն է լինելու առաջին տեղում։ Մենք այս հարցը քննարկել ենք, իրանք շատ հետաքրքիր մեխանիզմ են նաեւ մտածել, քվեարկությամբ հա դա լինելու, այսինքն էլեկտրոնա, քանի որ իրանք IT ոլորտի մասնագետներ են, ծրագրավորողներ են, իրանց մոտ ամեն ինչ տենց բանով այլ շատ կրեատիվ երիտասարդական տենց բաների մեջ է։ Մենք էլ որպես ավակ սերունդ որոշել ենք, որ շատ լավ բան են մտածել, շատ հետաքրքիր բան են մտածել, ու մարդիկ, ովքեր որ կարճ փուլի համար հավակնություն ունեն լինելա, որտեվ կարևորել չի ըստ էության ով կլինի վարչապետի թեկնածուն, որովհետև ընդամենը 100 օրվա աշխատանք ունեն արելու։ Իդեպ այդ 100 օրը քվեարկելու եք վարչապետի թեկնածուն, ով կլինի եւ ըստ այդմ կազմվի ցուցակը։ Հա, եւ ըստ այդմ կազմվի ցուցակը, ով կլինի առաջի համարը։ Նայեք, բայց մի կողմից դուք ասում եք բոլորին դեմ են, բայց մյուս կողմից 100 օրվա կյանք ունի, որից հետո դուք ոնց որ որոշ պայմաններ եք թելադրելու, սենց անցման շրջան մոտավորապես լինի եւ հետո լինելու է նորից ընտրություն, կա էլ չի ստացվում, որ հետո ես այդ հարցը նաեւ Իշխան Գևորգյանին եմ տվել։ Երբ որ այդ process-ը ավարտվի, մեկը այն մարդկանց, որոնց դուք ասում եք դեմ են, էլի քաղաքական դաշտում հո նոր մարդիկ չեն բուսնելուն, եղած ներկապնակից պիտի մարդիկ էլի գան։ Ճիշտ եք ասում, բայց մենք ոնց որ տեսեք, սա բոլորին դեպի ծրագիրը մեր
պրոյեկտի շատ փոքր մասն է։ Մենք զուգահեռաբար այդ ասма կոմունիկացիայի բացակայության պատճառով սխալ ասма միս կոմունիկացիա եղել եւ ստացվել է որ տղաները տղաները եւ աղջիկները մենք ասում ենք տղաները, բայց այնտեղ շատ լավ աղջիկներ կան։ Մշակել են կարողացել են համաձայնություն գալ շատ 3 հարցերի շուրջ, որոնք իրենց կարծիքով շատ կարեւոր են։ Այդ բոլոր հարցերը մեր պրոյեկտի, մեծ պրոյեկտի շատ փոքր մասն են կազմում։ Մենք փորձեցինք բացատրել, որ ճիշտ կլինի, եթե գալիս ենք, գանք ու ավելի հիմնավոր փոփոխություններ տեղի ունենան, որոնք կառավարման մոդելի նախ դաշտը այդքան չէր լինի, փոփոխություն չէր լինի, դաշտից մարդ չես կարա արագ այդքան հեռացնես, բայց երբ որ դու ստեղծում ես համակարգ, որտեղ բացարձակ իշխանություն չունի վարչապետը, շատ մեծ հարց է, ինչքան մարդ կուզենա, շանջ հարչարանքը տանի, բայց չլինի երկրի աստվածային կարգավիճակով։ Այսինքն բոլոր գործիքները քո ձեռքում։ Ես համոզված եմ, որ այսօրվա մասնակիցներից ճնշող մեծամասնությունը կասի, հո ես ձեր, չգիտեմ, հորեշը չեն գանք ստեղ չարչարվենք, հաստատ չեն գալու։ Այսինքն մենք ունենալու ենք իրավիճակ, որտեղ պրոֆեսիոնալ, գիտակից, հոգեբանորեն եւ պատրաստ, գիտելիքներով պատրաստ մարդիկ կգան, կծառայեն պետությանը, իրանց այդ մենեջմենտը կիրականացնեն որակյալ ու կգնան, ու տենց շատ հանգիստ կփոխվի։ Բայց ձեր համար գերխնդիրը Փաշինյանին հեռացնելը չի։ Նաեւ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռացնելն է, եկեք սցենարները քննարկենք։ Ստացվում է այնպես, որ հետընտրական դաշինքի անհրաժեշտություն է առաջանում Փաշինյանին հեռացնելու համար, այսինքն 50+ ոչ մեկ չի հավաքում, բայց ընդդիմադիրները իրար ձայները այսպես միավորելու դեպքում հնարավորություն է լինում Փաշինյանին հաղթել։ Այդ դեպքում ձեր ձայները չեք միացնելու, ասենք Սամվել Կարապետյանին, չգիտեմ, եթե անցնում են մնացած ուժերը Քոչարյան, Թաթոյան, ով որ կա Ծառուկյան, մնացածը։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Մենք ունենք առաջարկ, շատ պարզ, այսինքն բոլորին դեմը ունի առաջարկ, որը կմիացնենք, եթե մեր կանոններով գնանք։ Իսկ եթե չէ, թե ուրեմն թող մեծ ուժերը մտածեն, որովհետև առաջարկվող փոփոխությունը, եթե մեր փոփոխությունը ախր նժարին դրած է Փաշինյանին հեռացնել, եթե դուք ասում եք Փաշինյանը նժարի մեր ծրագիրը լիներ, ես կհասկանայի ինչ որտեղ այն մարդկանց, ովքեր չեն ուզում ընդունել խաղի կանոնները, որովհետև այդ դեպքում իրենք հետո նոր ընտրություններից հետո հաղթելու պարագայում թագավոր չեն դառնում։ Ես կհասկանայի, բայց եթե առաջարկը ընդամենը 1% շեմ իջեցնելն է, մեծամասնության այդ բանը հանելն է եւ բոլորին դեմ եմ այդ քվեաթերթիկ ավելացնելը, այդտեղ ինչ կա, որ չեք համաձայնվում։ Ինչ կա, դա ինչ մոլուց կա, որ դուք ուզում եք անպայման դուք գաք։ Եկեք փոխենք այդ փոքր դետալը, մի անգամ եկեք այս համակարգը կոտրենք, որովհետև համակարգը ստեղծված է նենց, որ նոր մարդ չի կարա, ուղղակի չի կարա հայտնվի։ Եկեք փորձենք ստեղծել մի սցենար, որի պայմաններում մենք հնարավորություն կտանք նոր փոքր ուժերին գալ, հաջորդ տարի հավաքել 4%-ը։ Ես հասկանում եմ, որպես այդ շեմի իջեցնելը ուրիշ խնդիրներ չի առաջացնում, այդ վատ բառ կա պիտի ասեմ։ Ինչքան աբրժբրկա չի հայտնվի ազգային ժողովում։ Մտամ ներողություն էլի։ Այդ հաշվի առնելով հիմա էլ է ինչի։ Վերջացավ։ Տոկոսը բարձր լինելը հնարավորություն է տվել ոնց այն լնգուլավազ, причем մեծամասնություն կազմած լնգուլավազ, о чем разговор։ Դե խնդիր կա։ Մենք օրինակ իմ տեսակետը հետեւյալն է։ Երբ որ մենք ունենում ենք սուպեր վարչապետական սահմանադրություն եւ ներքևը 1%, դա կարող է դժվարություն առաջացնել։ Եվ դա է պատճառը, որ մենք անպայման ուզում ենք, որ փոփոխությունը լինի։ Բայց երբ որ դու մի անգամ համակարգան ջարդում ես, դու հնարավորություն ես տալի մարդկանց հավատալու, նաև փորձելու իրենց ջանքերը փորձելու, որտեղ մեծ թվով երիտասարդներ կան, որոնք գրագետ շատ որակյալ։ Ես նայում եմ իրանց քննարկումները, չեք պատկերացնում էլի, նախ նվիրյալ են բացարձակ, որովհետև մարդ նորից, որը ունի մասնագիտություն, որը ունի աշխատանք, շատ լավ վաստակում է, ունի զավակներ, անչափահաս զավակներ, գործը այդ ամեն ինչը թողում է ու գնում է հայրենիք պաշտպանելու, դա լավագույն դրսևորումն է մարդկային բանի, կերպարի։ Ու երբ որ այդ մարդը նաև ունի գիտելիք, բավարար ինքը իր վրա աշխատում է, նաև քաղաքական process-ի մասնակցություն է ուզում ունենալ, իսկ ինչի ինքը պիտի չունենա։ Պիտի ունենա նրանք, ովքեր որ ոչ մի բանի մասին տեղավորվում են ինչ որտեղ, ինչ որ գալիս են դառնում են ինչ որ մեկի, ինչ որ մի խմբի
անունը դնում են քաղաքական խումբ, երիտասարդական ջոկատներն են դառնում, լկտի անում են, լպիրշանում են, տենց էլ մեծանում են, հետո գալիս են, կամ ընդհանրապես ոչ մի աշխատանք չեն ունեցել, կիսա սոված ապրել են, հետո գալիս են դառնում են մեծամասնություն, այդ լնգու լավազով պետություն են կառավարում։ Չէ, մենք պիտի, օրինակ մեր նժարի պրոյեկտի մեջ կա հատուկ մի համակարգ, որտեղ պիտի մշակվեն, այլ դաստիարակվեն էլիտաները ընտրանին, որպես ազգի ընտրանի։ Կապ չունի կգնան կդառնան դեմոկրատ, կդառնան կոնսերվատոր, կդառնան, չգիտեմ, ինչ են ասում այնտեղ, ինչ ուզում են թող դառնան, բնապահպան, ինչ ուզում են դառնան, ինչ կուսակցություն ուզում են ընտրեն, ինչ մասնագիտություն, դու պիտի մշակես քո էլիտան։ Եթե դա չկա, ամենալավ սահմանադրությունը բերդիր ու տես ոնց է ապականվում երկիրը։ Այ դժվար ժամանակները ձևավորում են նաև էլիտաները։ Այս երիտասարդները, այս բոլոր դեմի երիտասարդների մեջ այնքան մեծ թվով կարգին մենք ինչի միացանք, որովհետև դե տարիքային մեծ տարբերություն կա, չէ, ծրագրերի մեջ տարբերություն կա, բայց այստեղ հենց ամենակարևոր հարցը հենց սերունդների համերաշխությունն է, որտեղ դու որպես տարիքով մեծ տեսնում ես, որ ճիշտ է, կիսատ է, ամբողջական չի, բայց այնքան հոգի է դրած դրա մեջ, այնքան աշխատելու լավ պարարտ հող է, այնքան լավ մարդիկ են, որ չօգնելը սրիկայություն է ուղղակի։ Գալ օգնել այդ երիտասարդ թիմին, թող գնան, թող ոտքի կանգնեն, մենք էլ մեր պրոյեկտներն էլ հետո իրականացնեն, մենք էլ սիրով գնանք թոշակի, ճիշտ է, թոշակի տարիքի չեմ, բայց ասում եմ, այս հանգիստ խղճով արդեն։ Իսկ թվում է պաշտպաններն ու լրագրողները հատկապես այս պերիոդից հետո մի 10 տարի շուտ պիտի գնան թոշակի, որտեղ համաձայն եմ, սպառված վիճակը, լավ է կադրատորներն էլ ավելացնեն։ Հա, օպերատորն ընդհանրապես մեդիայի ոլորտը։ Տիկին Կարապետյան, բայց Քարոզ Արշավին էլ եկեք անդրադառնանք, որովհետև ուզենք թե չուզենք, ինչքան էլ հայտարարված չի պաշտոնապես, բայց Քարոզ Արշավը սկսել է արդեն քաղաքական ուժերը, դուք տեսնում եք, որ Փաշինյանը իր շքախմբով շրջում է այսպես մարզերով, բաժանում է այդ իր քարտեզները, թխվածքաբլիթները, սրտիկներ է անում, երբեմն ռաբիս երգեր է միացնում իր ընտրազանգվածին այսպես համախմբելու միևնույն բանի գաղափարի շուրջ, էլ առավոտյան 7-ին ձեր տուն գամ վարդերով երգերի տակ, բան, եւ մի խոսքով Ծառուկյանը այնտեղ, չգիտեմ, գնում է, բլոտ է խաղում, իդեպ դուք բլոտից ոնց եք, ընդհանրապես ոնց եք պատկերացնում Քարոզ Արշավը ձեր։ Դե ես բլոտ խաղացել եմ ջալ ժամանակ, բայց հիմա չեմ կարծում, որ ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ զահլա ունեմ խաղալու։ Դրա համար պետք է լիքը ազատ ժամանակ ունենաս ու մի քիչ էլ հանգստություն լինի, այս լարված վիճակը պիտի չլինի, եւ ոչ միայն բլոտ։ Հա, ասում այո, կան աղջիկներ, որոնք կարողանում են խաղալ որոշ խաղեր, նարդիել, բլոտել, հեծանիվել, բայց ամեն ինչը հարամարվեց, հասկանում եք, հիմա որ ուզենաս հեծանիվել քշես, էդ էլ չես կարող։ Քարոզ Արշավի տեսանկյունից մենք որոշել ենք, որ օգտագործելու ենք բոլոր հնարավոր ձեռքի տակ գործիքակազմը, հենց շաբաթ օրը արդեն բոլորին դեմի հետ, այսինքն բոլորս միասին բոլորին դեմով գնում ենք Գյումրի ու փորձելու ենք նաև, քանի որ իրանք այդ IT ոլորտն է, քանի որ երիտասարդներ են, իրանք շատ լավ պատկերացումներ ունեն, թե ինչպես է կարելի ուշադրությունը գրավել երիտասարդների, որտեղ նորից ամենակարևոր հարցը այս երկրում լուծելու են երիտասարդները։ Իրենց ընտրություններին մասնակցելով եւ իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելով, այն ինչից սարսափում է Նիկոլ Փաշինյանը եւ իր կողքի այդ սպասարկող անձնակազմը, դա այն է ինչից իրանք ուղակի խրտնում են, այնպես որ երիտասարդությունը շատ մեծ գործ ունի անելու ու մենք էլ տրամադրված ենք հենց բոլորին մեծ փոքր բոլորի հետ ենք իհարկե շփվելու, տարիքային տարբերություն չի լինում, մեր ընտրողը բոլոր տարիքային բաներում կա, բայց հատկապես կարևոր է երիտասարդներին տեղ հասնել, հենց որ կտեսնեք շատ հետաքրքիր պրոյեկտներ, շատ անսպասելի, շատ կրեատիվ, հա, շատ կրեատիվ, այն որ ասում եմ, այս բանը լավ, ասեք, բացեք փակագծերը, շատ հետաքրքիր է լինելու, շատ հավես է լինելու, մենք էլ այդ թազասման երկրորդ, երրորդ ջահելությունն ենք ապրելու, հենց որ ես շատ ուրախ եմ այդ առիթով։ Լավ, կհետևենք իրադարձություններին, այսպես անցում կատարենք մի հատ ուրիշ ոլորտ, որտեղ քան էլ ուրիշ ոլորտ չէ, բայց ուրիշ տեղ, ուրիշ թեմայի։
Փաշինյան-Պուտին հանդիպում տեղի ունեցավ, այսպես Պուտինը արանքում սենց կծմծեց, էլ ընթրիքի հետ կապված ակնարկներ արեց, երբ մեր վարչապետի ուտելու նկատմամբ հակումը նկատի ունենալով, արանքում ասեց Ռուսաստանի պասպորտով մարդիկ կան, այնտեղ Նիկոլ Փաշինյանը ուրիշ ձև պատասխանեց, մեկնաբանություններում ԿՊԱ-ականները գրել են, տենց Պուտինին, տենց օրտը տեղը դրեց ուղակի, բայց տարբեր են իրականում մեկնաբանությունները, հատկապես որ այդ հանդիպումից հետո Օվերչուկը այսպես շատ նկա դիվանագիտորեն բացատրեց հետևանքները, որոնք կարող են լինել, ընդհանրապես ոնց է գնահատում սա։ Բոլոր իրավիճակներում ես ինձ վատ եմ զգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչին դրսումն է, այդ մեր սրբազան պարտքը եւ իրավունքն է ծեփել պատերին փռել ասֆալտին, դուրսը ես ինձ շատ վատ եմ զգում իհարկե, բայց պիտի առիթ էլ չտաս, պետք է հնարավորություն ստեղծես այդ դիրքը պահելու, բարձրության վրա մնալու իհարկե։ Այդ մի կողմից անշուշտ Հայաստանին բացատրվեց եւ այլևս բաց տեքստով բացատրվեց, որպեսզի հետո Ռուսաստանի Դաշնության վրա մեղքը չբարթվի։ Ես կարծում եմ, որ տևական ժամանակ հայկական կողմին փորձում են բացատրել, թե ինչա սպասվելու հայերին, Հայաստանին, այդ հարաբերությունները այս տեսակ անհասկանալու կտրուկ կատարելու պարագայում, բայց քանի որ մի քիչ դժվար է անցալում որոշ մարդիկ, սա հիմա այս գնահատելու են որպես բան, չէ, ասում այ ռուսաստրուկը խոսած։ Այո, ասել են ռուսի agent առաջ Նինա Կարապետյան։ Այո, այդ մենք գիտեինք։ Կրեմլի Այս իմաստով փորձեցին բացատրել նաև հանրային խոսել, որտեվ Պուտինը այդքան մանրամասն դետալիզացված գրեթե չի խոսում, որտեվ հիմնականում բոլոր հանդիպումների ժամանակ դեթե նայել են մեր լսողները ստանդարտ մեր տնտեսության թիվը ավելացել է, հա, տավարաբարոտ էս կանադարել, հա, ինչ-որ բաներ են տենց ինչ-որ բաներ խոսում, դրանց ավել գրեթե ակնարկ չի արվում, այս անգամ շատ հստակ տենց մեծ ընդլայնված Պուտինը որոշեց, որ պետքա բոլորին ասել, որտեվ հետո բան չասի չեք ասել ժողովուրդ։ Այս իմաստով իհարկե մենք բավականին դժվար վիճակում ենք հայտնվելու։ Ես ամեն անգամ ասում եմ, որ ես ինքս լինելով խիստ արևմտամետ, ես ամեն անգամ ասում եմ, Ժորժ ջան, մենք չգիտենք ինչ առաջարկ է արել մեզ օրինակ Եվրոմիությունը։ Արդյոք օրինակ Մոլդովայի նման տվել է արտոնություններ մեր ապրանքները ընդունելու, որովհետև Մոլդովային իրանք տվեցին այնպիսի արտոնություններ, որի պայմաններում չփլուզվեց տնտեսությունը։ Հիմա եթե մեզ տվել են այդ առաջ, ես չգիտեմ տվել են թե չէ, որտեվ եթե Պուտինն է ստիպված լինում բարձրաձայնել, խոսել հանրության հետ, որտեվ վստահ չի, որ հասկանում է թե չէ Նիկոլ Փաշինյանը, այսինքն փոխանցվելու է դա հանրությանը թե չէ, ես մտածում եմ, որ Եվրոմիությունն էլ շուտկի պիտի խոսա, ժողովուրդ, եթե ինչ-որ բան եք առաջարկել Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաներ, եթե Հայաստանին այդ փոխանցումը, փոխակերպումը ապահովելու ժամանակավոր ինչ-որ աջակցություն եք առաջարկել, խնդրում եմ դա բարձրաձայն ասել, որտեվ ես վստահ չեմ, որ որոշ մարդիկ դա ճիշտ են ընկալել, вообще ընկալել են թե չեն ընկալել, եւ այդ առաջարկը ամենակարևորը եղել է թե չէ։ Դա էր պատճառը, որ մենք առաջարկում էինք, Նժարը առաջարկում էր այն կարճ ժամանակով, որ մենք գալու էինք, հայտարարել մորատորի բոլոր տեսակի շարժերի համար։ Դա շատ կարևոր էր, ոչ թե որովհետև մենք Ռուսաստանի մոլի երկրպագուներ ենք, այլ որովհետև աշխարհում տեղի ունենում փոփոխություններ, որի պայմաններում որևէ մեկը չի կարողանում առաջինը կտրուկ քայլեր չի կարելի անել, երկրորդը ոչ մեկ չի կարող հաստատապես ասել ինչ իրավիճակ կլինի։ Եվ արդյոք Արևմուտքը կամ Միացյալ Նահանգները, որը ակնհայտորեն այս պահի դրությամբ ունի այստեղ հետաքրքրություններ, օրինակ Թրամփի լավ բարձր տրամադրության կամ վատ տրամադրության պայմաններում 10 օր հետո չի փոխվելու այդ տրամադրությունները, չէ՞, ու անտրամաբանական է։ Իսկ ինքը Եվրոմիությունը իհարկե նորից շատ ցանկալի process է, շատ ընկալելի է, բոլորս էլ սիրում ենք արևմտյան այդ, չգիտեմ, տուրնեները, այդ շտամպերը, որ մեր պասպորտների մեջ խփած է, իհարկե վիզաները, հագուստը, ամեն ինչը իհարկե սիրում ենք, իհարկե կարևոր է, բայց պետությունը վերցնել ու շրխկալեն այս կողմից այն կողմ շպրտել, տենց չի լինում։ Դրա համար մենք առաջարկել ենք մորատորի բոլոր այդ կտրուկ քայլերի վրա, միջև որ կարողանանք հասկանանք այդ տարի ու կեսը, բայց քանի որ հիմա ծրագրերը մի փոքր փոխվել են, մենք գալիս ենք ավելի կարճ ժամանակով, այդ 100 օրից հետո
մենք արդեն կկարողանանք նաև հանրության ներկայացնել մեր առանձին պրոյեկտը, այդ նժարի պրոյեկտը, որտեղ կա շատ հստակ, բայց արդեն չենք գա իհարկե տարի ու կեսով, արդեն կգանք նորմալ ժամանակով, նորմալ փոփոխություններով, նորմալ առաջարկություններով, շատ լավ լի երկարատև, որովհետև մի անգամ պետք է այս երկրում նորմալ ասում խելքը գլխին մարդիկ կան, իշխանության բարեխիղճ մարդիկ կան, որոնք չեն տառապում մոլուցքով, այդ տաբուրետկով չեն տառապում։ Բայց աթոռը փոխում է։ Փոխում են։ Աթոռը փոխում է մարդկանց։ Աթոռնա, վայ, լավ։ Նայած։ Չի փոխում։ Եթե դու ներսից չունես այդ հիվանդագին մոտեցումները, եթե դու ինքնաբավ ես, եթե դու կայացած ես, եթե դու Չես ոչ աթոռը, ոչ բասկաթոռը, ոչ բազմոցը հաստատապես չի կարող փոխել։ Դա իհարկե գայթակղիչ է, շատ գայթակղիչ է, բայց եթե դու ներսից արժե համակարգ կրող չես, եթե դու թույլ ես, մի ուրիշ խնդիր էլ կա, հա, ես նկատել եմ հատկապես հիմա այս ֆոնին, հասկանում եմ, որ մարդիկ, ովքեր օրինակ անհաջողակ են եղել կյանքում կամ բավարար սիրված չեն եղել փոքր ժամանակ մանուկ հասակում, այդ մարդիկ այնքան չարացած են ու այնքան են հրճվում իրանց ուսադրի վրայի աստղով, որը իրան թույլ է տալի մարդ ծեծել փողոցում, նայում ես ինքը ինչ հաճույքով է դա անում, ու հետո որ փորձում ես հասկանալ ճշտել ես որտեղից է այսով այս, չէ, պարզվում է նесчастный человек, դժբախտ մարդ, սիրված դժբախտ մարդ, որովհետև մենք տեսել ենք, մենք հազարավոր միտինգներ ենք տեսել, լուսաբանել ենք, ես որպես դիտորդ եմ եղել, որպես իրավապաշտպան եմ եղել, հրաման, երբ որ լինում է օրինակ բերման ենթարկել, ոստիկաններ կան, որոնք ուղղակի շատ սիրուն, գեղեցիկ, ակուրատն է, սիրուն ակուրատն տանում են նստածն են, չէ, մարդ կա, որ այն վերջի գլուխը ջնջխելով, խփելով դռներին, արուն լվիկ, ու ինքը դրանից իր պաշտոնից իր հանանուն կարևորում է ցխկվում է, էլի։ Կան մարդիկ, որոնք այդ պաշտոնից ցխկվում են։ Այ Նիկոլ Փաշինյանի ամբողջ թիմը ցխկվել է այդ իր պաշտոնից։ Ինքը չի դրա տակ է մնաց։ Իրոք դժբախտ մարդիկ են, դժբախտ սիրված մարդիկ են, անհաջողակ մարդիկ են, որոնք հանգարց ու հաջողությունը ժպտացել է այս մարդկանց։ Ու դա է պատճառը, որ շատ հստակ մոտեցումներ պիտի լինի։ Իշխանության պիտի գան մարդիկ, ովքեր պատրաստված պիտի լինեն, հոգեբանորեն պատրաստված պիտի լինեն, բավարար կրթված պիտի լինեն, ամուր պիտի լինեն իրանց համոզմունքների, իրանց արժե համակարգի մեջ։ Այն ինչ որ մենք ուզում ենք ստեղծել այդ ինստիտուտը, որտեղ պիտի պատրաստենք մարդուն, որտեղ այո, դա շատ գայթակղիչ է, ու եթե դու պատրաստ ես իշխանություն ունենալու, իշխանություն լինելու, դու կարաս դառնաս այն մոնստրը, ինչ էր ասում, իր գլխանի դև, դուք էլ ասում հա լավ, դրանից անֆաբերժե դևերն եք, այո։ Տիկին Կարապետյանց Պուտին-Փաշինյան հանդիպանը մի թեմայի էլ անդրադարձան Ղարաբաղյան հարցին, Պուտինը հստակ ասաց, որ Նիկոլ Վովայևիչ դու Պրահայում ասացիր, որ Արցախը, Ղարաբաղը, Ադրբեջանը, ու Փաշինյանը ինչ պատասխանել, ասաց ինձ առաջ դու էիր երկու անգամ բան արել, Ադրբեջանի մաս համարել, արդյոք սա ճիշտ արդարացում է սուվերենություն ունեցող երկրի ղեկավարի համար, բա ուր մնաց քո երկրի ինքնիշխանությունը, թե դու հղում ես անում ուրիշ երկրի մենք հիմա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեջ կար նաև ռուսական հետքը եւ երաշխավորված էր եկել եւ երաշխավորված վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը 21 թվականին կարող են կասկածներ, հիմնավոր կասկածներ ունենալ папа сказал надо, я сделала, դու չասեիր, լավ ուրիշ բան չէր ասել Պուտինը, էլի ասենք նույն բանը ինքը կրկնելու էր, ասել դե դու ես ասել։ Այսինքն մարդը ընդունեց, որ ինչ ինքնիշխանություն, ինչ երկրի ղեկավար, ինչ որոշումներ, ընդհանրապես որոշումներ։ Ինքը հիմա Նիկոլ Փաշինյանը գտնվում է ոչ թե ինքնիշխանության, ես բերել եմ ինքնիշխանություն վերջապես երկրի։ Ինքը թազա պապայա գտել, որ իրան խոստացել է, որ ավելի լավ կլինի գործերդ։ Հայաստանը հանի Ռուսաստանի տակից, ես կլինեմ քո պապան։ Այ Նիկոլ Փաշինյանը այդ պապայի փնտրտուքների մեջ է։ Չնայած մարդը ասում են հերը կարգին տղա է եղել, ասում են, չի ինքը պապայի փնտրտուքների մեջ, տենց էլ չես հասկանում քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը այն մարդկանցից մեկն էր, որ ծաղրում էր նրանց, ովքեր գնում էին Ռուսաստան դաբրո ստանալու, ընտրություններին մասնակցելու համար։ Լիզողներ էր ասում։ Բա գնացել ես, ասում ես, պապ, դու ասեցիր երկու անգամ բան արա, Արցախը Հայաստան չի եւ վերջ, ես էլ եկա կրկնեցի, բա
որտեղ մնաց։ Այդ նույն մարդկանց, ովքեր մեղադրում են ինչ-որ մարդկանց ռուսամետ լինել, չեն թաքցնում, ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այն ուժերը, որոնք իրենց ռուսամետ մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, իրանք չեն թաքցնում, որ իրանք ռուսամետ են։ Այսինքն իրանք դրա մասին բաց ասում են։ Թե այ ամենատխուրն է, որ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը տենց կամ արևմտամետ է, կամ թունդ հայամետ է, բայց ասում եմ Ժորժ ջան, մի հատ տեսեք ինչա կատարվում, մի հատ ուղակի լսեք այդ զրույցը ու կհասկանաք, որ պապան գնացել էր հորանց տուն, վիդյոմը նորմալ հաց են տվել կերել է, ինձ թվում է այն պատմությունի շարունակությունն է, որ ասում է շորերս փոխում եմ նոր եմ հաց ուտում, որ վրան լաքա չլինի ու հոտ չկպնի, երևի հաստատ ինչ որ մի բան եղել է, այդտեղ խայտարակ են եղել մենք, բան էլի։ Հետո էլ դե ասում է հորանց տունը հաց է կերել, հետո էլ եկել են, պապան վերջում էլ որոշել է բշտի։ Խայտարակություն։ Մի խոսքով Հայաստանում մի անգամ պիտի լինի համակարգի կոտրել, մի անգամ մենք պիտի կարողանանք այդ առատավոր սխեման կարողանանք մեր ուժերով, օրինական ճանապարհով, իրավական սահմանադրական ճանապարհով կոտրել ու հետո սկսել արդեն նոր ցիկլը։ Մենք պիտի կարողանանք փոխել, մենք պիտի նոր մարդկանց բերենք, մենք բոլորս իսկապես հոգնել ենք էլի։ Անենց չի, որ եղած քաղաքական գործիչներն էլ պրամ տենց խելակորուս ինչ որ բաներ են։ Հա, իհարկե իրանց մեջ կար ավելի փորձառություն կար, ինչ որ adekvatության էլեմենտներ կային, էլի գոնե պահելաձևը կար ու դա անքննելի է, եկեք ազնիվ լինենք։ Չէիր ամանչում իրանց ընտանիքի անդամների վարքագծից չէիր ամանչում։ Սկի չէինք էլ իմանում անունները ինչա։ Եթե չհետաքրքրվեր չէիր իմանում։ Էս ինչ են անում, ոնց կարելի է հետաքրքիր է, որ իրանց ընտանիքի անդամ Նիկոլ Փաշինյանը հատկապես ընտանիքի անդամներին ներգրավել է process-ների մեջ, որոնք ու զարմանում է ինչ են իրանց ընտանիքը թիրախավորում։ Մարդ, որի համար սեփական արժեքը բան չի, անվտանգությունը, այդ գաղտնիությունը, հա, այդ բան լինելը, ընտանիքն հենց բան է, որ չես կարող բերել սարքել խաղալիք, էլի։ Մենք բոլորս ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները հնարավորինս անվտանգ լինեն, հնարավորինս աչքից հեռու լինեն, որ չթիրախավորվեն։ Բա դու երեխուդ վերցնում ես գնում ես ծիծեռնակաբերդ իմանալով հանդերձ, որ այնտեղ կոնֆլիկտ կարա լինի։ Բա դու քո երեխեքին թույլ ես տալի, որ հասկանում են, որ չափահաս են, չես կարա արգելես, բայց իրանք շարքային չափահաս չեն։ Իրանք վարչապետի զավակներ են ու պիտի գիտակցեն։ Իմ հայրս վիդեոներ են հանում, որտեղ գիտեք զրույցը, խոսույթը, պահվածքը, նստելու ձևը այտենց կիսա չի լինում, էլի, հասկանում եք, տենց ճիշտ չի։ Իմ հայրս գլխավոր բժիշկ էր։ Մենք գիտեինք, պրոստը գլխավոր բժիշկ էր, բայց մենք գիտեինք իր երեխեքով, որ մենք պիտի մեզ այնենց պահենք, այն մի գծով, խելոք, որ հանկարծ պապայի վրա խոսակցություն չլինի, որ մամայի վրա մայրս էլ էր բժիշկ, որ հանկարծ խոսակցություն ավելորդ թեմա խոսալու իրանց վրա չլինի։ Դա սենց այն ուղն ու ծուծով։ Իմ երեխաներն են այդպես ապրում։ Դա ոչ թե ասում կանոն ճոխ չի, էլի, բան չի, դա նորմալ է, նորմալ դա է, որովհետև դու քո մեծը փոքրի հետ մենք միասնական այ մի գիծ ենք, մենք իրար համար պատասխան ենք տալիս։ Երբ որ դու չես ընկալում, դու որպես սպառող, դու դաժե քո ընտանիքն ես դնում այդ սպառողական, այնքան որ քեզ ձայն գա կամ ինչ որ չի կարելի, ամեն ինչը չափ ու սահման ունի։ Եթե դու քո ընտանիքի արժեքը չգիտես, այ իրանց ամեն ինչից հեռու պահելու, պահպանելու, դու մնացածի ղադրը չես կարա իմանաս։ Հետո զարմանում են, ասում են, բա ինչի տենց զոհաբերեց։ Հա մարդ իր ընտանիքի ղադրը չգիտի, ձեր դառն ինչի պիտի լացի։ Այն մարդը չի կարողանում իր ընտանիքը պահպանի։ Դա ամեն մարդ իհարկե ազատ է, իրանք թող որոշեն, բաժանվում են, ամուսնանում են, դա այն որ ասում տապիտից մորեր ադմ բանն է, չէ՞, տրամաբանությունը հատկապես իր ապարագայում, բայց շատ կարևոր է, էլի, եթե մարդը ներքուստ վիճակի չի, այդ հանդարտությունը, այդ համերաշխությունը, այդ փոխադարձ աջակցությունը, որտեւ այդ այնքան կարևոր է, այ ամրությունը մարդկանց մտածելակերպը ձևավորվում է նաև դժվար պահերին։ Ամենադժվար պահերին դու հասկանում ես, որ ինչքան կարևոր է քո կողքը ունենալ մտածող, հոգատար մարդ, չէ՞, նաև երեխաներն են հասկանում դա ինչքան, դա դաստիարակչական բնույթ ունի։ Բա դու սկի քեզ չկարացար պահել։ Դու ես երկիր գալու ես, որ ինչ անես ուզում եմ հասկանալ։ Մի խոսքով Ժորժ ջան, շատ հետաքրքիր պերիոդ ենք ապրում, շատ արտակարգ հետաքրքիր է, շատ դժվար է լինելու, պայքարը անզիջում է լինելու, արդեն հասկանում եք, որ տենց գրմռոցները գալիս է, բայց այդտեղ տարբերակ չկա, էլի, բոլորին պիտի ասեմ, որ ձիգ
չհանձնվող, չհուսահատվող, սա շատ կարևոր է ու ամենակարևորը որ ռեալ հնարավորություն կա Նիկոլ Փաշինյանին շատ սիրուն, օրինական, սահմանադրական, կոնվենցիոն հնարավորություններով, ճանապարհներով ճանապարհել դեպի քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղն է իրա։ Ես էլի պիտի տեսնեմ իրա դատավարությունը։ Ես անպայման պիտի այնքան ապրեմ, որ տեսնեմ դատավարությունը, բայց դե ասում եմ, դրակոն չենք, 3 գլխանի, որ 1000 տարի ապրենք, նենց որ ասում եմ, ինչ անում եք, շուշուտ արեք։ Տիկին Կարապետյանց ամփոփելով զրույցը, մեր հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը երեկոյան, ճիշտ այն ժամին, երբ որ վարչաբենդով դիսկոտեկում, այսպես ինչքան քաղաքում պլպլան շորեր ունեցող քպական զանգված կա, իրար հետ տժալու են, այսպես ասած, համալիրում, պարելու են, քեֆ են անելու, չնայած ավագ շաբաթը եւ Սուրբ Հարության տոնի այսպես նախամուտքը մեկնարկը, այդ նույն վարչապետը սաղմոսներ էր հիշում եք անգիր անում, գնում էր լացում էր խորանի դեմը ծնկի եկած, երբ որ ուզում էր կաթողիկոսից ազատվել, հիմա այդ թեմաները այսպես փակվել է, հիմա այդ օրը որոշել է այտենց բարի։ Այս բանը հաշվի առնելով, որ այս համակարգը արժե համակարգ ու նաև իրենց կիսողներին հաշվի առնելով, շանսեր կան, որ ԿՊԸ-ն կվերարտադրվի, դուք ունեք հարցումներ, թե ինչ արդյունքներ կգրանցվեն ընտրություններին։ Նախ այդ վարչաբենդի բանի հետ կապված, եթե տարբերակները էսա, որ ինքը պիտի գնա ինչ որ միտեղ ասպատակման եկեղեցի, ունդեղ մարդկանց պիտի ձերբակալեն, կալանավորեն, տան սպանեն, ինչ որ մի բան անեն, ջհանդամ, հետո այդ մարդը մեր կրոնի, մեր հավատքի հետ, մեր եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունի, հետևաբար այդ ավագ շաբաթը մեր համար ավագ շաբաթ, ինքը ինչ կապ ունի այդ պատմության հետ։ Ինքը թող գնա իր տիրադավների հետ, ընդ ցկցկան, ինչ են անելու, տժան, այդ փայլուն շորիկները կարա տիրադավներին էտա թող հակնեն, այնտեղ իրանց կակրաս ասում է իրար հետ կնստեն, իրար հետ կցկցկան։ Այդ ավելի լավա տենց։ Համահունչ կլինի։ Հա, շատ համահունչ կլինի։ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու միակ երաշխավորված տարբերակը դա եթե մարդիկ չգնան ընտրությունների, եթե մարդիկ հուսահատված, հիասթափված, ասեն մեկա Նիկոլն ա լինելու, մեկա ոչ մեկին չեմ ուզում, ժողովուրդ, պրոստը պետքա գնալ ընտրությունների։ Նորից 100%-անոց տարբերակ, որ մեծ թվով մարդիկ կգնան ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա ձևավորել միանձնյա իշխանություն, դա 100% է։ Ուրիշ տարբերակ չկա, ձեզանից չի պահանջվելու ոչ փողոց փագել, ոչ դմդմ կամ ցմցմփու անել, ոչ ոստիկանություն ընկնել, ոչ ծեծու ջարդի մեջ, ոչ մի բան, ոչ ոտով ռադիո դուրը ջարդել, ռադիո տան մտնել, ոչ բան ձեզանից չի պահանջվելու։ Ընդամենը խնդրեք, համոզեք, չգիտեմ, աղաչեք, ես խնդրեմ աղաչեմ, գնացեք ընտրությունների, համոզեք ձեր հարազատներին գնալ ընտրությունների ու իրավիճակը կարող է փոխվել, էականորեն կարող է փոխվել եւ ես վստահ եմ, այնպես որ տարբերակներ կա, բայց դա միակ տարբերակը չի, որովհետեւ ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ գնաց այնպիսի կեղծիքների, որոնք ակնհայտ կլինեն, այսինքն տարբերություն մենք հասկանանք, որ շատ այլանդակ ձև է կեղծել։ Լույսերը կանջատեն հանկարծ հետո մանավանդ գիտենք։ Ու այն գիտեք, մի հատ դիտորդների տենց մեծ խմբակ կա, որ ասել է, չէ, լույսը չի անջատվել։ Մենք այնտեղ ենք ոչ մի բան չի։ Ոչ մի բան չի անջատվել, չէ։ Արաբիկ вообще не виноват վիճակն է լինելու, իսկ մեզ արդեն նախապատրաստում են, որ ոչ միայն տեղական դիտորդներ ասել են Ռափիկ вообще ни в чем не виноват, նաև միջազգային այդպիսի դիտորդներ են ամենայն հավանականությամբ բերելու հաստատելու այդ Ռափիկի պատմությունը, այս իմաստով ես կարծում եմ, ես վստահ եմ, որ մենք պարտավոր ենք, ու սա արդեն մեծ ուժերին է վերաբերվում, մենք պարտավոր ենք ընտրությունների, բարձր որ մենք տարբեր պրոյեկտներ ունենք, տարբեր ընտրազանգված ունենք, մենք տարբեր ձևերով ենք մոտենում, բայց ամեն ինչ անել, որ գան վիճակատով լինել, եթե լինեն կեղծիքներ, միջակատով հանդես գալ դրսում, ուստեղ կապ չունի, ես սրան սիրում եմ, չեմ սիրում, քննադատում եմ, դատապարտում եմ, ես իր այդ մի սեղան չէի նստի, ես իրան ձեռով չէի բարևի, դա կապ չունի, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը գնաց կեղծիքի ու մենք դրա հետ հաշտվեցինք, դա ճակատագրական է լինելու մեր բոլորի համար, բոլոր նրանք ովքեր, եւ հիմա էլ իդեպ process կա եւ հնարավորություն կա, ես կարծում եմ, ես սկզբից տենց բանով է վերաբերվում impeachment-ի առաջարկին, բայց քանի որ միջև ընտրությունների դեռ ճիշտ է շատ քիչ բայց ժամանակ կա, կարելի է դա էլ փորձել իրականացնել, հատկապես պետք է հասկանալ
իմաստը որն է impeachment-ի, կասեն դե 2 ամիս բան է մնացել, բայց ընտրությունները չի լինելու Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Սա շատ կարևոր հարց է։ Բոլոր այն ուժերը, որոնք իսկապես անկեղծ են, ուզում են փոփոխություն եւ չեն սատարում, չեն խաղում Նիկոլ Փաշինյանի խաղը, իրենք պիտի հետաքրքրված լինեն impeachment-ի պրոյեկտը իրականացություն դարձնելու, որպեսզի հենց իրանք կարողանան գնան ընտրությունների, արդար ընտրությունների գնան։ Այնպես որ հեսա նորից գրելու են ծախվեց բանի ռուսներին պիցայակեր ու մնացած, հա։ Լափամանից օգտվող գնաց պրոբասերժական կլանի ներկայացուցիչ։ Այո, հա, չաղացել է, ես միշտ եմ լիքը եղել ժողովուրդ, ասում եմ թազա չեմ չաղացել, բան մի արեք։ Այնպես որ տարբերակներ կան, այսինքն մենք ունենք տարբերակ զուգահեռ իրականության մեջ մի քանի բաներ կա, վարիանտ տարբերակներ, հա, փորձել աշխատել բոլոր ուղղություններով եւ մենք հենց այդպես էլ աշխատել ենք միջև հիմա էլ շարունակում ենք տարբեր ուղղություններով աշխատել, որտեղ շատ կարեւոր է դիտորդներ, օրինակ դիտորդների հարցում վստահ լինենք, որ մեր դիտորդները լինելու են միասնական։ Կապ չունի, որ մենք իրար ապանյենտ ենք։ Դիտորդը պիտի նայի բոլորի թղթերը ճիշտ հաշվարկը իրականացվի։ Հա, էլի, դիտորդները իրար փոխարինելով պիտի աշխատեն, մենք պիտի ունենանք այդ ցանցը, կապը, հնարավորությունը, կապ նորից բացարձակ կապ չունի, ես ընդունում եմ այդ մարդուն, չեմ ընդունում, կիսում եմ իր քաղաքական հայացքները, դատապարտում եմ իր քաղաքական անցյալը թե չէ։ Սա պիտի լինի ընդհանուր ճակատ, թույլ չտալու Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ինչու, որովհետև եթե չեք ուզում Թուրքիայում ապրեք, Թուրքիայի մասը լինելու, ու դա այնքան ակնհայտ է, ես միջև որոշակի ժամանակ ինձ որ ասում էին թուրքական վիլլահետան, ասում եմ, արա լավս չի խոսում, բայց հիմա այն որ ներսը չես ուզում հավատալ, որ տենց բան կարա լինի, բայց սա այլևս այնքան ակնհայտ է, իրանց լեզվով ասեմ, այնքան ափաշքարայ է, որ չտեսնելը նշանակում է մտավոր ինֆանտիլ լինելը, հա, կամ տոտալ ստախոս լինելը, որ հասկանում ես ու չես ասում, կամ ինֆանտիլ լինելը, որ չի կարելի այս process-ը թույլ տալ։ Անշուշտ մենք պիտի ունենանք հարաբերություններ եւ Թուրքիայի հետ, եւ Ադրբեջանի հետ, եւ Իրանի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Եվրամիության հետ, եւ Միացյալ Նահանգների հետ։ Ես Միացյալ Նահանգների հետ կապված ավելի խորը հարաբերություններ եմ պատկերացնում, որտեղ տեխնոլոգիաներն են այնտեղ, որտեղ հաջորդ դարը 100-ամյակը դա տեխնոլոգիաների 100-ամյակն է լինելու, իսկ լավագույն տեխնոլոգիաները ունի Միացյալ Նահանգները, շատ ավելի կասեն անպայման Չինաստան ունի, Չինաստանն էլ ունի, բայց այնտեղի level-ը շատ ավելի բարձր է, շատ ավելի առաջադիմական է։ Մենք կարանք լինենք այդ կամուրջ, իսկապես կարող ենք լինել կամուրջ, իրար միավորող կամուրջ, ոչ թե պրախադնոյ դվոր, այլ կամուրջ լինել միավորող ցիվիլիզա, այն ինչ որ մենք ինքնին իրականացրել ենք սկսած անհիշելի ժամանակներից, դե բակասը ռուսերեն է խոսում, ես ռուսական կրթությունն եմ, շորտ ասում եմ, Великий шелковый путь, այդ միացնող, հա, Կիտայը եւ Եվրոպան միացնող, հա, մենք ենք եղել, մեզ մոտով անցել, դա միգուցե եւ մեր միսիան է, հա, մեր ճակատին գրած է, մենք դա պիտի իրականացնենք, մենք միավորողը պիտի լինենք։ Այնպես որ հազար ու մի տարբերակ, ինչքան որ ժամանակները ծանր են լինում, դժվար են լինում ու տենց, հիմա այս բան իհարկե ամենախմախ ժամանակներից մեկն է վերջի երևի 100 տարվա կտրվածքով, հա, բայց ինքը նաև հնարավորության տեղ է տալի։ Բոլոր դժվար իրավիճակները տալիս են հնարավորություններ եւ չօգտվել այդ հնարավորություններից, չընտրել լավագույն տարբերակը քեզ համար, չգնալ, չխոսել, չբանակցել, գնալ տենց ողին մասենց վիզը ծուռ նստել, գնացել ես վիզը ծուռ նստել, որ ինչ լինի, որ ստեղ խնդիրը նայեք, ասում եմ, ինչ պակաս կբանակցի Նիկոլ Փաշինյանը, եթե որ Նիկոլ Փաշինյանը դենք մի կողմ, եթե մարդը միակ եւ գերագույն նպատակն է իր վերընտրվել, որովհետեւ ինքը այլապես շատ խոցելի է, ինքը չի բանակցում, ինքը ինչ տալիս են, ինչ դեմ են տալի, կապ չունի Նիկոլնա թե չէ, ինչ դեմ տան, հանուն իր բանի վերարտադրվելու ինքը ստորագրելու է։ Իսկ մենք կարող ենք ունենալ իրավիճակ, որտեղ կգնանք, խոսենք, բանակցենք, միտեղ կհաշտվենք, միտեղ չենք հաշտվի, ուրիշ տեղ կփնտրենք բանակցել։ Տարբերակները այնքան շատ են, հատկապես հիմա։ Հիմա փոփոխություններ ա տեղի ունենում, շատ հետաքրքիր, ու դու կարաս իսկապես նենց ֆուլ շահած դուզ գաս, էլի։ Բաս մա այս հնարավորությունները թողես 10 Նիկոլին, որ տանի Թուրքիան ինչ դնես, ժողովուրդ ջան։ Պարզ է, շնորհակալ եմ այս զրույցի համար Տիկին Կարապետյան, սա Նինա Կարապետյանցն էր, ուղղախոս, տեղ ցավեցնող նույնիսկ, սուր, դիպուկ,
Սա իր գույններ Նինա Կարապետյանցի տեսակներ։ Շնորհակալություն, որ դիտում եք, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, մենք կհանդիպենք արդեն մյուս շաբաթ։ Ցտեսություն։